Անդրադառնամ հանրությանը անհանգստացնող մեկ այլ խումբ հանցագործության ևս, որը վերջին ժամանակահատվածում հատկապես շատ է քննարկվում, տրանսպորտային միջոցներից կատարված գողություններին եւ դրա ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ մի բան առնվազն ներկայացնել ձեզ, որը ինձ համար առանձնացրել եմ, երբ որ մենք որոշակի ժամանակահատվածում ունենում ենք տարբեր դեպքերի ինտենսիվություն, այսինքն հաճախականությունը մի ամսվա կտրվածքով նկատվում, մենք իներցիայով անընդհատ խոսում ենք այդ խումբ հանցագործությունների էական աճի մասին կամ ընդհանուր հանցավորության պատկերում էական փոփոխությունների մասին, եւ ես ուզում եմ թվային պատկերով ներկայացնել իմ ասածը, թե ինչպիսի իրավիճակ ունենք։ Տեսեք, մենք համացանցով տարբեր ժամանակահատվածներում քննարկում ենք այս խումբ դեպքերը, ընդ որում նաեւ падգամավորներն են բարձրաձայնում այս հարցի մասին, օբյեկտիվ իրականության մեջ այո, տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով ունենք խնդիր, բայց վիճակագրական պատկերում արձանագրվել է 1443 դեպք, ինչը 5.4%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսինքն, երբ որ նայում ենք վիճակագրական պատկերը, նկատում ենք, որ անցած տարվա 9 ամիսների համադրությամբ մենք ունենք տրանսպորտային միջոցներից կատարված գողության դեպքերի նվազում։ Միաժամանակ մենք նաև օրվա տարբեր ժամերին բակային շրջիկ ծառայությունների կազմակերպման եղանակով բացահայտել ենք բազմադրվակ գողություններ կատարող 16 խմբեր եւ շորթում կատարող 4 հանցավոր խմբեր, ինչը կարծում եմ առաջիկայում նաև էական նշանակություն կունենա այս հանցավորության վիճակագրական հետագա պատկերի մասով։ Բնականաբար այս արդյունքները գոհացուցիչ համարել անձամբ ես չեմ կարող, որովհետեւ ի վերջո շարունակում են այս խումբ հանցագործությունները տեղի ունենալ եւ մտահոգել մեր հանրությանը, ըստ այդմ հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով որ խստացվել է քրեական պատասխանատվությունը տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի սարքերի կամ սարքավորումների գողության առումով, որը նախատեսված է արդեն որպես միջին ծանրության հանցանք, նախկինի ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։ Անդրադառնալով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին, պիտի փաստեմ, որ 9 ամսվա հաշվարկով քրեական ոստիկանության կողմից ներկայացվող հաղորդումներով պետության եւ համայնքին պատճառված նյութական վնասը նախնական հաշվարկներով կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ։ Եվ հետեւողականորեն աշխատում ենք նաեւ քննչական մարմինների եւ նաեւ դատախազության մեր գործընկերների հետ, որպեսզի նաեւ վերականգնված միջոցները կարողանանք ավելի մեծ ծավալով ապահովել դեպի պետական բյուջե։ Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է նաև կեղծ ներդրումային հարթակների միջոցով համակարգչային հափշտակություններ կատարող 3 հանցավոր խմբեր, մեղադրանքի առաջադրվել 18 անձի։ Սա հատկապես կարևորում եմ, որովհետև նմանատիպ հանցավոր խմբերում ներգրաված են բազմաթիվ մեծ քանակությամբ անձինք, այդ թվում օտարերկրացիներ, մեծ թվով նաև տուժածներ ունենք եւ մի քանի ամսվա ինտենսիվ օպերատիվ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվում է այսպիսի հանցավոր խմբեր բացահայտել եւ նաև կոտրել են շղթան, որը հետագայում բերելու է վիճակագրական պատկերի էական խեղմանը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների մասով պիտի փաստեմ, որ մենք ունենք ճանապարհատրանսպորտային պատահարների որոշակի աճ 10.7%-ով, միևնույն ժամանակ մենք արձանագրել ենք զոհերի թվի նվազում նախորդ կրկին 9 ամսվա համեմատությամբ 43-ով նվազել են զոհերը։ Հարգելի գործընկերներ, սա իհարկե ցույց է տալիս ոստիկանության ինտենսիվ աշխատանքը, բայց կարծում եմ ճանապարհատրանսպորտային թվի աճը, այսինքն ինքնին գոյությունը ճանապարհատրանսպորտային պատահարների դեռևս շարունակում է մտահոգիչ մնալ եւ մենք այս ուղղությամբ ունենք հստակ ռազմավարություն շարունակելու իրազեկման միջոցառումները թե վարորդների, թե երթևեկության մնացյալ մասնակիցների շրջանում, որովհետեւ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման պիտի նաեւ գանք ընդհանուր վիճակագրական պատկերում, որպեսզի կարողանանք գոհացուցիչ դիտարկել ընդհանուր առմամբ իրավիճակը։ Ներկայացնելով ոստիկանության ինստիտուցիոնալ զարգացումը, պիտի փաստեմ, որ ընթացիկ տարում շարունակել ենք աշխատանքները եւ նոյեմբերի 1-ին գործարկվել է ոստիկանության 4-րդ վերջին հենասյունային ուղղությունը ոստիկանության գվարդիան, որը պիտի պատասխանատու լինի երկրում հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման համար։ Ընթացիկ տարում նաեւ մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել ոստիկանությունում ուժային միջոցների գործադրման ստանդարտի ներդրման ուղղությամբ։ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել նոր ստանդարտը եւ ես պիտի նշեմ, որ
ոստիկանության համակարգի համար նախադեպը չունեցող ծավալով 10,000-ից ավելի ոստիկանության ծառայողներ անցել են ուժային միջոցների գործադրման ստանդարտով վերապատրաստումներ։ Բայց բնականաբար սին կլինեն այն պատկերացումները, որ ուժային միջոցների գործադրմամբ մենք իսպառ վերացնելու ենք բոլորեն թերությունները եւ հարցերը, որոնք պրակտիկայում կարող են ի հայտ գալ, դրա համար հետեւողականորեն պիտի շարունակենք վերապատրաստման աշխատանքները ոստիկանության ծառայողների շրջանում եւ հասնենք նրան, որ այո, տարիների կտրվածքով այս ստանդարտը պիտի դառնա արդեն ոստիկանության ծառայողների մարմնի հիշողության մաս եւ կարիք չի լինելու այլև այլ միջամտությունների, որպեսզի այս ստանդարտին համահունչ ծառայողները կարողանան իրենց վարքագիծը կազմակերպել։ Գործընկերներ, պիտի նշեմ, որ մենք էական առաջընթաց են գրանցել նաև ներքին գործերի նախարարության համակարգում մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորման աշխատանքների ուղղությամբ, մինչև տարեվերջ պատրաստ կլինի նաև ծրագրային ապահովումը, որով որ կմիատեղենք առաջին փուլում ոստիկանության եւ փրկարար ծառայությանը ուղղորդվող զանգերը, իսկ արդեն հաջորդ տարվա կտրվածքով սրանց կմիանա նաև շտապօգնություն եկող զանգերը եւ մենք կկարողանանք մեկ միասնական հարթակ ունենալ այս առումով եւս։ Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի խորքային բարեփոխումը եւս ընթացիկ տարում մեր թիրախում է եղել եւ մենք նաեւ ազգային ժողովի կողմից ունեցել ենք հաստատում ոստիկանության կարգապահական նոր կանոնագրքի, որտեղ բարեվարկության թեմային հստակ հատուկ անդրադարձ կա։ Առաջին անգամ հետեւյալ կարգավորումը ունենք, որ նախարարության կազմում գործող ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը, որը պատասխանատու է համակարգի կարգապահության նաեւ համար այդ դեպքերի բացահայտման համար, աշխատանքի ընդունելու է ծառայողին բացառապես բարեվարկության ստուգման եզրակացության հիման վրա։ Սա կարծում եմ շատ կարևոր է, որովհետև բարեվարկությունը ստուգող, կարգապահությունը ստուգող ստորաբաժանման աշխատակիցները առաջին հերթին իրենք պիտի լինեն այդպիսին, ապա նոր միայն դիտարկեն մյուս ծառայողների վարքագիծը։ Անդրադառնալով միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտում իրականացված աշխատանքներին, հարգելի գործընկերներ, պիտի նշեմ, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ բավական ակտիվ աշխատանքներ ունենք այս շաբաթ։ Ի վերջո պաշտոնապես կստանանք արդեն գործողությունների ծրագիրը եվրոպական կողմից փոխանցվող եւ արդեն գնդակը կլինի Հայաստանի Հանրապետության դաշտում, որովհետեւ հստակ կլինեն անմիջոցառումները, որոնք որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պետք է ապահովեն այս տեսանկյունից։ Պիտի փաստեմ, որ գործողությունների ծրագիրը հաշվի առնելով այլ երկրների փորձառությունը եւ մեր շփումները եվրոպական կողմի հետ նորություն չէ որպես այդպեսին, որովհետեւ հիմնականում նախատեսված են այնպիսի միջոցառումներ, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է որպես բարեփոխման ենթակա ուղղություններ։ Առաջին ուղղությունը թերևս այս ոլորտում բիոմետրիկ համակարգի ներդրումն է եւ ես նշեմ, որ ակտիվ կերպով շարունակում ենք այս աշխատանքները, ունենք կնքված պայմանագիր, արդեն իսկ տարածքային գրասենյակների մասով որոշարկում ունենք մասնավոր գործընկերոջ հետ, վերջնականացրել ենք նաեւ տարածքային գրասենյակների արտաքին նկարագրերը, բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը եւս հաստատված է եւ առաջիկայում նաեւ անձնագրի արտաքին նկարագրի հաստատում եւս կունենանք որպես այդպիսին։ Բնականաբար այստեղ նաեւ պիտի վերանայվեն շենքային պայմանները ծառայության եւ նաեւ մասնավոր գործընկերոջ, արդեն իսկ մոդելային տարբերակը շինարարական աշխատանքների նախատեսման համար նախատեսված է եւ մենք մինչեւ արդեն 2026 թվականի առաջին կիսամյակ այս աշխատանքները կապահովենք եւ երկրորդ կիսամյակից սկսած կսկսենք արտադրությունը բիոմետրիկ նոր անձնագրերի եւ նույնականացման քարտերի։ 2025 թվականի հոկտեմբերի 6-ից նախագործարկվել է նաեւ հարգելի գործընկերներ քաղաքացիության նոր համակարգը, գիտեք, որ ազգային ժողովը ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որով քաղաքացիության դիմումների ընդհանուր պատկերը թվայնացվում է, եւ մենք 2026 թվականի հունվարի 1-ին ընդառաջ արդեն իսկ հոկտեմբերի 6-ից նախագործարկել ենք այս համակարգը։ Մինչ այդ նշեմ, որ ընթացիկ տարվա 9 ամիսների հաշվարկով հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 17180 անձի, աճ ունենք քաղաքացիության շնորհման 15.5%-ով եւ դադարեցվել է 3166 անձի քաղաքացիությունը, այստեղ եւս ունենք աճ 10.7%-ով, բայց ընդհանուր համայնապատկերում քաղաքացիություն շնորհված անձանց թիվը գերակշռում է։ Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից քաղաքացիության ձեռքբերման գործընթացին, պիտի նշեմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 21916 տեղահանված անձ։ Նույն օրվա դրությամբ նախագահի հրամանագրով արդեն 14064 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն եւ անձնագրավորման միջոցով քաղաքացիություն ձեռք է բերել նաեւ 7191 անչափահաս։
Պիտի նաև նշեմ, որ եւս ընթացիկ ունենք գործեր, որոնք որ քննարկման փուլում են գտնվում, 7852 գործ այժմ գտնվում է ընթացքավորման փուլում։